սեպտեմբերին որորն է բարենպաստ, ահա, ամբողջական եթերը ձեր դիմաց է, ընտրեք օրերը և փորձեք համընթաց գնալ տիեզերքի հետ։ Սիրելի հետևորդներ, հաջորդ ամենակարևոր իմ քայլը եթերում կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեզ դրական մեկնաբանումների համար, հետադարձ կապի համար, որ իմ կանխատեսումները կատարվել են և դրական և երբեմն բացասական, ճիշտն ասած բացասականներ մի քիչ ավելի շատ են կատարվում, որովհետև այդ մոլորակային էներգիաները կուտակվում են և լուսնի և մնացած մոլորակների Մարսի, Պլուտոնի, Սատուրնի հետ բարդ դիրքերի ժամանակ այդ ամենը պայթում է և ահա տալիս է իրադարձություն, բայց մենք պետք է սովորենք ապրել կյանքին համընթաց, պայքարենք և մեր հերթական զարգացումը ապահովենք այստեղ։ Ահա սիրելիներս հերթական նամակները տեսեք և հենց այս մեկը, որտեղ հեռուստաընկերության աշխատակիցը ինձ գրում է, որ ըստ ձեր կանխատեսումների այստեղ ուղղակի կարող եմ հենց հիմա ընթերցել, որ ավելի հետաքրքիր լինի։ Գրում են, ահա այսօր մեր խմբագրությունում դա են ասում, ինչ էին ասում, որ աստղաբանի բոլոր կանխատեսումները ոնց որ սցենարով գնան, այո, այդպես է լինում է, խոսքը վերաբերում է Իրանի վրա հարձակմանը, խոսքը վերաբերում է և Թրամփի կյանքի հետ կապված, և նաև 2 տարեկան երեխայի հետ կապված, որտեղ ես կանխատեսել եմ, որ այո, 2 կետից կգտնեն, հստակ վայրներ է նշել, թե որտեղից է գնացել, այդ ամենը ես իմ նեղ շրջանակներում խոսել եմ իմ ուսանողների, համախոհների հետ, մենք մանրամասն քննարկել ենք այդ քարտեզներ, և մի հետաքրքիր միջադեպ վերջերս ծանոթներից մեկը խոսում է, ասում է, Գանե ջան, գիտեք չէ, ձեր մասին ինչ լուրեր են շրջանառվում, իմ համար բացառիկ անակնկալ էր, երբեմն ծիծաղելի, բայց նաև ասում եմ, չէ, որ Սև PR-ը իր գործողությունը և իր դրական հետևանքներն է թողնում անձի վրա, և որքան շատ խոսեցին իմ մասին, այնքան իմ անունը տարածվեց այս հարթակում և ասեմ, որ պահանջված մասնագետներից մեկն եմ, որը պարբերաբար ելույթներ է ունենում, կանխատեսումներ է կատարում և փորձում է աշխատանք տանել իր ժողովրդի կյանքը հոգսը թեթևացնելու համար։ Եվ ինչ էին ասել այդ կնոջը, որ հզգուշ եղեք Գայանեին, որովհետև նա կապված է գաղտնի ծառայությունների հետ, քանի որ նրա կանխատեսումները կատարվում են այն սցենարով, որում գաղտնի ծառայությունները նրան թելադրում են։ Նա ասում է այդ ամենը և հետևաբար կատարվում են։ Որքան կարելի է մանկամիտ և կարճամետ լինել, համենայն դեպս ինձ մոտ ծիծաղ առաջացրեց, բայց հասկացա, որ այո, իմ կանխատեսումները ցավալիորեն թե բարեբախտաբար կատարվում են և դա ուղղակի ևս մեկ անգամ ինձ ուժ է տալիս, որպեսզի մենք, ես և դուք համատեղ աշխատելով փորձենք մեր